Ինչպես կլուծվեն աշխատանքային վեճերն ու ինչ նոր ներդրումային հեռանկարներ կարող է բացել հողային օրենսգրքի փոփոխությունը։ Էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Քննարկվել է երկու հարց։ Վերականգնվող էներգիայի արագ զարգացումը Հայաստանում բախվում է օրենսդրական խոչընդոտների, արտադրական տարածքներում սեփական սպառման համար արևային կամ հողմային կայան տեղադրելու դեպքում հաճախ պահանջվում է հողի նպատակային նշանակության փոփոխություն, նույնիսկ փոքր հենակառույցների համար։ Տեխնոլոգիական ընկերությունների համար աճող էներգետիկ պահանջների բավարարման համար շատ հաճախ անհրաժեշտություն է լինում այլընտրանքային էներգետիկայի օբյեկտների կառուցում իրենց իսկ պատկանող հենց արտադրական նշանակության հողակտորների վրա։ Ստեղ մենք գործ ունենք լրացուցիչ վարչարության հետ մեր գնահատականով, ընդ որում վարչարություն, որը բավականին ծանրաբեռնված է իր էությամբ, ժամանակային առումով երկարատև է, ծախսատար է։ Այդ փոքր փոփոխության համար կարող են ամիսներ պահանջվել, խոչընդոտելով ներդրումային գործընթացներին։ Ըստ էության նախագծով, որ քննարկվեց ՓՄԶ զարգացման ենթախորհրդում, առաջարկվում էր, որպեսզի հեշտացվեր վերականգնվող էներգետիկա, իսկ արևային, հողմային էներգետիկ օբյեկտների կառուցումը այն հողերում, որոնք հանդիսանում են արդյունաբերական նշանակության կամ տրանսպորտի նշանակության հողեր, այսինքն այն տարածքներում, որոնք այլ կերպ միևնույն չեն օգտագործվում, հեշտացվի այդպիսի օբյեկտների կառուցումը, այդ նպատակով հողի կատեգորիայի փոփոխության հետ կապված որոշակի կարգավորումներ հեշտացնելով, որը իր հերթին կդյուրացնի ներդրումների ներգրավումը, մասնավոր սեկտորի ներկայացուցիչները ներկայացրեցին խնդրի էությունը եւ առաջարկվող լուծումները, եւ այդ լուծումների շուրջ ծավալվեց քննարկում, որը որ եւ դրական եզրահանգման եկավ եւ որոշվեց նախագիծը շրջանառել եւ շարժվել առաջ այս մոտեցմամբ։ Նիստի օրակարգում ընդգրկված մյուս թեման վերաբերում էր աշխատանքային վեճերի լուծման նոր մեխանիզմին։ Իդրաֆտ հարթակում հրապարակված օրինագիծը նախատեսում է ստեղծել աշխատանքային վեճերի հանձնաժողով, որը դատարանից բացի կքննի աշխատողի եւ գործատուի միջև վեճերը անվճար հիմունքներով։ Հայաստանի հաշտարարների պալատի խորհրդի նախագահ Վանիկ Մարգարյանը նիստին ներկայացրեց իր դիրքորոշումն ու ընդգծեց մի շարք խնդիրներ է նկատում, որոնք պետք է շտկել։ Եթե վեճը հանձնաժողովի կողմից օգուտ աշխատողի է լուծվում, ապա գործատուն ստիպված է լինելու դիմել ոչ թե քաղաքացիական դատարան, որտեղ ավելի արագ է, հատուկ հայցային վարույթ աշխատանքային վեճով, այլ վարչական դատարան, որը հայտնի է, որ բավականին ծանրաբեռնված է եւ առաջին դատական նիստը դեպք են լինում, որ հաջորդ տարի են նշանակվում։ Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ հաշտարարության ինստիտուտի զարգացման եւ դա ներդնել պարտադիր նաեւ աշխատանքային վեճերով, ինչը ընտանեկան վեճերի դեպքում 25%-ից ավել արդեն արդյունք ունենք, որ հաշտությամբ են ավարտվում վեճերը։ Նիստի ընթացքում նաև ներկայացրեցի այս մտահոգությունները եւ նաև այն առաջարկը, որ ճիշտ կլինի պետության քաղաքականությունը միտված լինի արդեն իսկ զարգացող եւ կայացած, կարելի ասել, հաշտարարության ինստիտուտի էլ ավելի ընդլայնմանը։ Բացասական դիրքորոշմամբ հանդես եկավ Արդարադատության նախարարությունը, նշելով, որ ըստ իրենց ռազմավարության նախատեսում են աշխատանքային վեճերը լուծել պարտադիր հաշտարարության ինստիտուտի ներդրմամբ։ Նախագծի վերաբերյալ վերապահումներ ուներ նաև Հայաստանի գործատուների հանրապետական միությունը։ Քննարկմանը մասնակցեցին նաև շահագրգիռ այլ կողմեր, նրանց լսելուց հետո նախարար Գևորգ Պապոյանը օրենքի մշակողներին հանձնարարեց եւս մեկ անգամ խոսել բոլոր կողմերի հետ, ապահովելու հավասար հնարավորություններ եւ գնահատելու արդյոք հանձնաժողովի մոդելը կթեթևացնի թե կերկարացնի վեճերի լուծման ընթացքը։